ինձ զանգահարում են տարբեր տեղերից, եղբայրներս, քույրերս, թե Վրաստանից, թե Ամերիկայից, թե Եվրոպայից, տարբեր տեղերից եւ ամենաշատը ինձ ինչն է ուրախացնում։ Ամենաշատը ինձ ուրախացնում է հոգեվոր բժշկությունները, հավատքի բժշկությունները, սիրելիներ, որ մարդիկ եղել են վախի մեջ, տագնապի մեջ, եղել են այդ հուսահատությունների մեջ, սատանան այդ կապանքներով բռնել է, կապել է, եւ սա վիրավորական է Տիրոջը, սա անհավատության հետևանքներ են, սրանք կասկածների հետևանքներ են, Աստծու խոստումներին չվստահելու հետևանքներն են։ Տեսեք, մենք այդ մասին խոսեցինք, որ Տիրոջ կողմը այո եւ ամեն, պրոբլեմ չկա։ Աստծու խոստումները այո եւ ամեն են։ Բայց մարդի ներսը տարիների մեջ որ չի հաստատվել ավետարանի հավատքով, այսօր ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս։ Մի կողմից լավ է, փառք Հիսուսին։ Մի կողմից հարմար է։ Եվ ես ուզում եմ Տիրոջով փոխանցել, թե ինչ է կատարվում հիմա հոգևոր աշխարհում, հոգևոր դաշտում, եկեղեցու կյանքում։ Գիտեք, սիրելիներ, ինչ որ մենք շինել ենք հոգևոր, ինչ որ մենք կառուցել ենք մեր կյանքում հոգևոր կյանք, դրանք հիմա փորձվում են, անցնում է փորձության շրջան։ Ինչպես Կորինթացիս թղթի մեջ, ես համարները կասեմ ժամանակը շահելու համար, սիրելիներ, 3-րդ գլխի, առաջի Կորինթացիս 3-րդ գլխի 11-ից մինչև 15 համարները, որ ամեն մարդ շինում է փայտ խոտ եղեք, ոսկի արծաթ պատվական քարեր։ Եվ հիմա այս փորձությունը, այս կրակը, փորձության տեսքով, վիրուսի տեսքով, մահվան ոգին, այսօր եկել է եւ փորձություն է։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ շատ հոգևոր կառույցներ քանդվում են։ Եվ մարդկանց մեջ բարձրանում է տագնապը, վախը, բարձրանում է մարդկայինը, բարձրանում է սիրելիներ, մարմնավորը։ Եվ այսօր մի կողմից դա շատ լավ է, թող քանդվի։ Ինչն է քանդվում, սիրելիներ։ Առաջի Կորինթացիս, առաջի Կորինթացիս, 2-րդ գլխի, սիրելի հարազատներս, այդ 4 եւ 5 համարները, որ ձեր հավատքը առաքյալը ասում է, որ չսարքվի մարդկային իմաստության համոզիչ խոսքերով, ապա այդ բոլորը կառուցվի հոգու զորությունով։ Այն ինչ որ մարդկային իմաստությունով սարքած հավատք է, դրանք քանդվում են։ Եվ սրանից մի հուսահատվեք, դա լավ է, որ քանդվում են, սիրելիներ, մի շփոթվեք դրանից։ Դա քանդվում է, որպեսզի մեր կյանքում բարձրանա Աստծո խոսքի հեղինակությունը, որպեսզի քո հավատքը լինի Աստծո խոստումների վրա, խոստումները լինեն քո հավատքը։ Խոսքը դառնա քո հավատքը։ Հալելույա։ Այս գործն է հիմա Սուրբ Հոգին կատարում։